Անկախ դիտորդ դաշինքը շուրջ 700 հոգանոց դիտորդական առաքելության կազմով առավոտյան ժամը 7-ից իրականացնում է դիտորդությունը հանրապետության ամբողջ տարածքում, այս պահին գործում են 300 շրջիկ խմբեր և 30-ից ավել արագ արձագանքման խմբեր, որոնք այցելել են ժամը 10:30 դրությամբ 860 ընտրական տեղամաս կամ տեղամասերի ընդհանուր թվի շուրջ 43%-ը, տեղամասերի 72%-ում առավոտյան ուղիղ ժամը 7-ին արդեն ընտրական հանձնաժողովները եղել են տեղում, տեղամասերի 93%-ում առավոտվա նիստում, այսինքն 7-ից 8-ի միջակայքում որևիցե խնդիր խախտում չի եղել, 89%-ում տեղամասերի ժամը 8:00-ին տեղամասը բացվել և սկսվել է հաշվարկը, մնացած տեղամասերում դա եղել է մոտ 5 րոպե ուշ կամ 5 րոպե շուտ, որպես կանոն ուշ, տեղամասերի 90%-ում զրոյական կտրոն էլեկտրոնային գրանցման սարքից տպվել է ուղիղ ժամը 8-ին, ուրեմն տեղամասերի կառավարման հետ կապված 81%-ում կահավորման խնդիր չի եղել, 4%-ում լուսավորության խնդիր է եղել, մոտ 4.5%-ում տեղեկատվական պաստառների, այսինքն քվեարկության կարգի օրինակ և այլ պաստառների բացակայություն է նկատվել, 11%-ում կահավորման այլ խնդիրներ են եղել, բնականաբար այս թվերի հանրագումարը կարող է 100 չլինել, որտեղ կարող են լինել տեղամասեր, որտեղ նույն խնդրից մի քանի անգամ, այսինքն նույն տեղամասում մի քանի տարբեր խնդիր է լինում։ Տեղամասերի 10:30 դրությամբ տեղամասերի տեսախցիկների 98%-ը պատշաճ աշխատում են և այդ առումով մենք խնդիրներ, մեծ մասսայական խնդիրներ չենք տեսնում։ Առավոտյան նկատվել են խնդիրներ կապված էլեկտրոնային գրանցման, որոշ տեղամասերում էլեկտրոնային գրանցման սարքերի կողմից տպվող կտրոնների վրա, ուրեմն ընտրողի ցուցակում հերթական համարի անհամապատասխանության մասով, ըստ էության դրանք ինչ-որ մեծ խնդիրներ չեն և չեն ազդում պրոցեսի վրա, բայց լրացուցիչ անհարմարություն են ստեղծում ընտրական հանձնաժողովի համար, ընտրական հանձնաժողովները սովորեն հենց այդ թվով ընտրողին ցուցակում գտնել, իսկ այժմ ստիպված են այդ տեղամասերում գտնել ընտրողներին, ուրեմն անուն ազգանունով դա մի քիչ երկար է տևում, մի քիչ դանդաղացնում է պրոցեսը, թիվ 9.51 տեղամասում դա հանգեցրել էր նրան, որ ընտրական հանձնաժողովը որոշել էր մոտ 40 րոպեով դադարեցնել քվեարկության պրոցեսը, ժամը 8-ից մինչև 8:40, ինչը կարծում ենք, որ շատ սխալ որոշում է եղել, այդ ընթացքում եղել են եզակի ընտրողներ, որոնք չեն սպասել և նույնիսկ հեռացել են։ Որոշ տեղամասերից մենք ունենք ահազանգեր, որ քվեարկության ծրարները պատշաճ չեն քողարկում և լուսաթափանցելիության մակարդակը անընդունելի է և ուշադիր նայելու դեպքում երբեմն հնարավոր է լինում տեսնել, թե ինչպիսի քվեաթերթիկ է ներսում դրված, բայց դա ոչ ամենտեղ է, առերևույթ այս պահին կարող ենք ասել, որ տարբեր տեղերում տարբեր ծրարներ են ենթադրում ենք տարբեր խմբաքանակների, այս ուղղությամբ պարզում ենք։ Նաև պարզում ենք, թե էլեկտրոնային գրանցման սարքերի հետ ցուցակների հերթական համարների հետ կապված խնդիրները տեղամասերի մոտ քանի տոկոսում են։ Բազմաթիվ տեղերում նկատել ենք վստահված անձանց շապիկների վրա և հագուստի վրա տարբեր տեսակի քարոզչական, ուրեմն քարոզչանյութեր, դրանք շապիկներ են կուսակցությունների անվանումներով, համարներով կամ գլխարկներ են էլի քարոզչանյութեր պարունակող կամ կրծքանշաններ են, որպես կանոն կրծքանշանների դեպքում դա քաղաքացիական պայմանագրի մասով է, բայց շապիկների մասով օրինակ հիմնականում այլ կուսակցությունների հետ կապված է։ Բոլոր նման դեպքերում միջոցներ ենք ձեռնարկում, որ նման անձինք կամ հանեն կրծքանշանները և գլխարկները, կամ դուրս գան և գնան փոխվեն, նոր վերադառնան տեղամաս, խոսքը հիմնական վստահված անձանց մասին է։ Մենք շարունակում ենք իրականացնել դիտորդություն անկախ դիտորդ դաշինքի կազմով, մասնավորապես իրազեկ քաղաքացիների միավորման, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և ուղղակի ժողովրդավարության
ՀԿ-ի կազմով մեր ավելի մեծ ճեպազրույցը արդեն ավելի ամփոփ տվյալներով ժամը 14:00-ին առաքելության անունից կտանք ես եւ Արթուր Սաքունցը։